Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին եկել եմ քննարկենք ամենայն հայոց ծաղրածուի կրկեսային շրջագայությունները ու այդ ՔՊ-ի Նիկոլա ՔՊ-ական տաբրը այս անգամ հայտնվել է Գերմանիայում, ինչ թղթեր կան երևի ստորագրելու Թուրքիային եւ Ադրբեջանին հաջո, որը պետք է անպայման Նիկոլն անի, որտեվ իր մոտ դա լավ է ստացվում, ոնց հասկանում ենք, ու ընդեղ Նասիմ Աղաևի հայերեն ողջույնը։ Ակամայից հիշեցի Մարտակերտում խոյունց Աշոտ կոչված հումորային մի դեպք, երբ հարցնում է, ասում է, ինչ է գոռում եք միացում, ասում են, հա էլի քերի, ուզում ենք միացնենք Հայաստանը Արցախին, ասում է, որը տենց գոռակ, մի ամիս հետո Աղդամում հայերեն են երգելու։ Նիկոլ, հիմա կարողա դու թուրքերեն խոսելուց հետո որոշել ես թուրքերին հայերեն խոսել ստիպես։ Էդ է քո խաղաղության միակ ձևաչափը։ Ասեմ, որ այդ խաղաղության կոչված թեզը միայն ընտրությունների համար է, ենթատեքստերը ժողովուրդ թաքցնվում է շատ շքեղ, այդ բոլոր, որ ասում եք, ժարգոնով ես խոսում, այդ որ ասում ես, ոնց կարողանում ես այդ տիպի ես հայերեն խոսում, ասեմ ձեզ, որ գրագետ խոսքը ՔՊ-ի համար չի, իսկ իմ հիմնական ուղերձը ՔՊ-յա թուրքերին է ուղված, այդ պատճառով էլ խոսում եմ այնպես, ինչպես հասանելի է Նիկոլա թուրքերին։ Կարծում եմ ինձ գրագետ իմ լսողները, իմ հայ լսողները ներողամիտ կլինեն։ Հիմա Աղաև Նասիմի ողջունը հայերեն Գերմանիայում, դրատակ վանկարկումները դրսից Նիկոլ Դավաճան գերմանահայերի և այդ հյուրախաղերը Միրզոև Արափաթի քմծիծաղով հիշեցնում է իսկականից տրագոկամեդիա։ Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Անդրադառնալով սահմանադրության փոփոխությանը, որը պահանջում է հիմնականում Ադրբեջանը, Նիկոլը շատ պարզ ասում է, որ սահմանադրություն կփոխի անմիջապես, հենց վերարտադրվի 2026-ին, հենց վերընտրվի։ Այսինքն Ադրբեջանի պահանջը հիմա մանրակրկիտ ասենք ինչն է սահմանադրության փոփոխության միտքը, ժողովուրդ, որպեսզի հետո չասեք, Նիկոլը խաղաղություն է ուզում, Նիկոլը խաղաղության թեզի տակ իր աթոռն ու իր մաշկը պահել է ուզում, ուրիշ ոչինչ։ ՔՊ-ն վերարտադրվելու միակ նպատակը իրենց լափն ու իրենց կյանքը չկորցնելն է, ուրիշ նպատակ գոյություն չունի։ Սահմանադրության փոփոխություն նշանակում է եղեռնից հրաժարվել, նշանակում է մեր սահմանադրությունը վերաձևել այնպես, ինչպես հաճո է Էրդողանին ու Ալիևին, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ գնացին և ընտրեցին ՔՊ ու Նիկոլ, թուրքեր են, այլևս այլ ընտրանք, այլ մտածելակերպ գոյություն չունի, որտեղ բոլոր նրանք, ովքեր համախոհ են Ալիևի ու Էրդողանի հետ, հայ լինել չեն կարող։ Լսում ես Արամիկ, էդ որ Վազգենի նկարը դոշիտ ես առել ու ասում ես ես Վազգենի եղբայրն եմ։ Դու Վազգենի եղբայրը չես, ես դու չգիտեմ դու ով ես։ Չնայած Կայեն ու Աբել ոչ մեկը դեռ Աստվածաշնչից հայտնի է բոլորիս։ Հենց եղբայրն է եղբոր դավաճանության ու սպանության պատճառ լինում։ Էնպես որ մեր պատմություն նման դեպքեր շատ գիտի, Արամիկ, դու ոչ առաջի դավաճան եղբայրն ես հերոսի, ոչ էլ վերջին։ Թրամպի ուղի կոչվածը, որ Զանգեզուրի միջանցք է անվանում Ալիևը, իսկ Նիկոլի մանիպուլյատորները Թրամպի ուղի են ասում։ Ինչ է Իրանից ներկայացնում, Սյունիքի խաչաձևող ճանապարհներ, ոտիկ կոխան միջանցք, որի որ շահառուներն են Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան, այժմ նաև անգլոսաքսերը, Անգլիան։ Դա նշանակում է հանգուցալուծումը լինելու է Բախում Սյունիքում, շահերի Բախում։ Երկրաչափական այդ իրավիճակից բխող բոլոր հետևանքներով, ժողովուրդ, Նիկոլը խաղաղություն չի բերում, այդ որ ասում եք Նիկոլը ընտրվի, որ խաղաղություն լինի, Նիկոլը նոր պատերազմ է բերում։ Նիկոլը բերում է ավելի մասշտաբային աղետ, քան պատկերացնում եք։ Եկեղեցիների վրա հարձակումը, Նիկոլ, դու ես վերջերս նման ես, գիտես, են տզրուկներին, որ
առուծից, ասում են մեր մեջ էլ է առուծի արուն հոսում, միայն նրա համար, որ առուծի արուն են ծծում։ Դու քո շուրջը հավաքում ես ամբողջ հայկական լեռնաշխարհի զիբիլը, այս զիբիլ, այդ թուրքի զիբիլ, իսկականից։ Ուսանք, որ աղբիտեղը աղբամանն է, ու այս տարի անպայման ես եկող 2026-ը լինելու է ՔՊ զիբիլի զիբիլանոսներում, աղբամաններում տեղավորելու տարի։ Հուսանք մեր ժողովուրդը վերջապես ուշքի է եկել և հասկանում է, որ սրանց ընտրելը խաղաղություն չի բերում։ Հիմա, այս վերջերս տարօրինակ է ժողովուրդ մի պարզ բան, որ եպիսկոպոսներ են բոլոր եկեղեցու դավաճանները, այսինքն ամբողջ այդ, ոնց են ասում, կռիստները սկսել են պատվալներից ժողովրդական լեզվով ասած դուրս գալ ու արդեն այստեղ այնտեղ իրենց ցուցադրում են, բանրիկ կտոր են փորձում փախցնել։ Նիկոլը խոստացել է, որ կաթողիկոս է նոր կարգելու, եպիսկոպոսներ իրար հերթ չտալով, դավաճան եպիսկոպոսներ իրար հերթ չտալով փորձում են, այսպես ասած Նիկոլա Հաճո հայտարարություններ անել, օրինակ Վազգեն Միրզախանյանը Ջավախքի թիմի առաջնորդն է եղել, Վազգեն Միրզախանյանը, որը որ ում հետ է իր կենակցել, այդ մոմավաճառիտ աղջիկա, թե մոմավաճառիտ, որ ընդեղից քեզ լարել էին Ջավախքից, ու ինչ է իր արել, ընդեղ 12 բիզնեսների մեջ ես թաթախված եղել, այդ ինչ գինու բիզնես ես սկսել, որ ընդեղ վերջապես չես հաջողացրել, չես կարողացել վրացիների այդ լեզու գտնել, թե քեզ թվում է մտար, վեղարը հակար, ու դրանով կուսակրոն դարար, հա, այդ որ ուրիշների երեխաների մասին եք խոսում, Բենտլի Սամոն, էտում ես դու քո Բենտլին ծախելով օգնել, եթե քո դռան դեմը Սուրբ Սարգիս եկեղեցու, առայժմ քո մուրացկանները դուռդ են կտրել, քո մուրացկաններին գոնե հացի փող տայիր, եթե Բենտլի ծախել ես, որ աղքատներին օգնես, Բենտլի Սամո, նկատի ունեմ Նավասարդ Կճոյանին, Աբրահամ Մկրտչյան, հետո ընդեղ Անուշավան Ժամկոչյան, Վրթանես Աբրահամյան, Վրթանես ես քեզ չեմ անդրադառնա, դու այդ Արցախը պղծեցիր, դու ընդհանրապես արցախցիները քեզ մենակ հայհոյանքով են հիշում։ Գևորգ Սարոյան, Առաքել Տիգրանյան ու վերջապես Առաքել Քյարամյան։ Այդ յտարը դրել է Գարգիշտի Քյարամյանի ազգանվան արանքում, որպեսզի կարողանաք ծածկա դմփոց անել ձեզ համահունչ սարքելու համար։ Ասում էիր, ինչ երանոսցի, Առաքել, ասում էիր, Արգիշտին քո ինչն է, այդքան շատ էիր, չէ կուսակրոն, կարաս որդուտ ասես այլևս գոնե էս պատերազմի ժամանակ 1500 անձնագիր չվաճառի թուրքերին, հայկական ազգանուններով, ինչպես որ վաճառեց մտան Հադրութ։ Դուք ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուշն եք ման գալիս, ամբողջ աշխարհը վախենում է Պարսկաստանի ատոմային ռումբ ստեղծելուց, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն էլ վախենում են կաթողիկոսի երեխաներ ունենալուց, որովհետև լավ հասկանում են, որ նման որակի հայերը ժառանգ ունենալուց անպայման պետք է հայապաշտ դաստիարակություն տան այդ ժառանգներին, այդ դրա համար եք վախենում։ Ու եթե դուք դա չեք կարողանում ապացուցել, ապա մենք կարողանում ենք ապացուցել ձեր բոլոր մեղքերը։ Մենք քրիստոնյա ենք, որովհետև թագավորն է այդպես որոշել, մի առավոտ զարթնել է Տրթատը և որոշել է, որ անպայման լինելու ենք մենք քրիստոնյա պետություն։ Այն մտավոր հետամնաց, ոնց որ ասում էր Թումանյանը ինձ ասել է վեր կաց և քայլիր։ Հիմա ես քեզ մի ավելի հետաքրքիր բան ասեմ, որպես հայ քրիստոնյա ասեմ, որպես մկրտված հայ քրիստոնյա, ես գիշեր Տրթատներ էր ասիս եկել, ասում էր գնա այդ մտավոր ապուշին, ասա որ այ հիմար, քրիստոնեություն պետական կրոն որպես ընդունելու պրոցեսը բավականին երկար դասընթաց է եղել, բավականին երկար խմորում է ունեցել։ Ու ասում էր գնա ու այդ մտավոր հետամնացին ասա վեր կաց և ռադ եղիր։ Հիմա չգիտեմ Թումանյանը քեզ ինչ է ասել, դու ես Թումանյանից էլ դուրս ես մնացել, չէ՞ համալսարանից,
ոնց գիտեմ։ Իսկ գիտես, որ մենք իրար լավ ենք ճանաչում։ Հետո, ինչպես է ֆինանսավորվում հայ առաքելական եկեղեցին, իրոք, 1000 անգամ սա արդեն թևավոր խոսք է դարել շախմատիստի, ամենայն հայոց շախմատիստի ասած բառերը։ Իսկականից, Նիկոլ, այդ Աննան էր քեզ ուղարկել, որ կարողանաս հասկանալ եկեղեցին, ոնց է ֆինանսավորվում, այդ ոնց է, որ իրա 70% սաշիկի 50-ից եք խոսում, Աննան ուղարկել է, որ իմանաս, այդ իրա 70%-ը եկեղեցին ինչի չի վճարում իրեն, որ հա, փայ եք ուզում մտնեք եկեղեցու ֆինանսավորման մեջ, այդ որ ցանցերը, որ ձեզ փայ չեն տալիս, արագ իրար հետևից փակվում են, չէ։ Ոնց էր լվիկի կինա ասում էր նեղ կրուգներում, ոնց էր ստոթում կախված լուրերի, որ ասում էր հոգնեցինք Աննայի համար բրենդովի ոսկեղեն առնելուց։ Հիմա ազգային անվտանգության 16 միլիոն երաժշտական գործիք է ձեռք բերել։ Այդ նվագողներ եք դարել արդեն։ Ազգային անվտանգությունը ԱՕՑ-ն ընդհանրապես այս վերջին տարիները 2018 թվականից այս կողմ, բացի Նիկոլի հետույք պահելուց, ուրիշ ոչ մի գործառություն չունի։ Հիմա էլ որոշել է, որ նվագի, դե գոնե նվագեք, թող պարենք ՀՊ-ականները, եթե ուրիշ ելք չունեք, այսօր ես կիսվել եմ իմ համացանցյան էջերում, Facebook-յան էջերում, այսօր են ծխող կուսակրոնը, որ սերտիֆիկատով տերտեր այդ, որ Նիկոլա սեփականաշնորհած է տման է տալիս, որտեղ գնում է, որ տերտերներ հրաժարվում են, հայր սուրբ չի լինում եկեղեցում պատարագանելու, այդ հոկտեմբերյանի ծխող տերտերը անպայման ենտեղ է, անունդ մոռացել եմ, որտև հիշարժանել չես, հիմա էլ մտել եք Արցախյան ներկայացություն, Այնտեղ ինչ եք ման գալիս, այնտեղ ինչ եք ման գալիս, ինչ եք ուզում արցախցիներից, արցախցիների տունը ավերակարեցիք, արցախցիներին, այն մի հատ մտավոր հետամնաց ապուշել ունես, որ ասում է կամավոր գնացել ու գերի են հանձնվել Ադրբեջանին, գնացել են Բաքու, որպեսզի դատվեն, այ ապուշներ, նրա արցախցիների 120 հազարանոց, արցախցիների, արցախյան, ողջ լքելը, որովհետև այլևս ի վիճակի չէին միայնակ դիմադրելու, կախված էր այդ 5 ռազմական գործիչների կամավոր հանձնումից, հանձնվելուց, և այդ մարդիկ իրանց կյանքի գնով փրկեցին արցախցիներին։ Մեր գերիները, որոնք այժմ դատվում են Բաքվի բերդերում, նույն կերպ տառապում են հավասար ընկերիների, ովքեր որ Նիկոլստանում, Նիկոլի ազգային անվտանգությամբ տակ տառապում են հայկական բերդերում։ Միքայել Սրբազանի առողջական վիճակը վատ է, վատարանում է օր-օրի վրա։ Նիկոլը դանդաղ սպանում է բոլոր նրանց, ումից որ վախ ունի։ Հիմա որոշել է Աջապահյանից ազատվել։ Աջապահյանը այն հոգևորականներից է, ովքեր որ պարզապես ծնկի չեկան Թուրքի առաջ, թուրք Նիկոլի, նիկոլիզմի, ու դրա համար հիմա այդ մարդը ոչ միայն տառապում, այլև առողջական խնդիրներ ունի և ոչ մի կերպ Նիկոլը թույլ չի տալիս, որպեսզի բժիշկները նրա առողջությամբ զբաղվեն։ Նույն իրավիճակում է նաև Բագրատ Սրբազանը, նույն իրավիճակում է նաև Վարդան Ղուկասյանը, Վարդանիկը մեր Գյումրի քաղաքապետը, Նիկոլ, Գյումրին քեզ չենթարկվեց, ծնկի չեկավ, ինչքան էլ որ դու երազեցիր, որ կրկին ապացուցես, որ քո քայլելը Գյումրիից, ոչ թե Իջևանից, ճիշտ էր, միևնույն է Գյումրին քեզ չենթարկվեց, ծնկի չեկավ քո դեմ, ոչ մի հոգևորական գյումրեցի չհամաձայնվեց վաճառվել քեզ, ոչ կոմպրոմատների դիմաց, ոչ էլ քո պարգևավճարների, այսպես ասած չակետավոր։ Ինչ ես ուզում դու մեր երկրից, այ թուրքի ճուտ, ինչ ես ուզում դու մեր երկրից, ռադդ քաշի թող գոնե քո ավերակները կարողանանք կարգի բերել, են Արամ Սարգսյանին, բանի Վազգենի քույրիկ, մենք միշտ ասում ենք Վազգենի քույրիկ, չէ, Զավենիչ կոչված, չնայած դու դժվար լինես Զավենիչ, բայց ամեն դեպքում, այդ որ միակ քո
քաղաքական դաշտ մտնելու հնարավորությունը դա Վազգենի նկարն էր, ում հենց ինքդ էլ դավաճանել ես, համոզված եմ ասում, որովհետև ասում ես թուրքերի հետ եղբայրությունը դա նորմալ է, որովհետև քո համար Թուրքի հետ սեղան նստելը դա նորմալ է, ինչը որ քո եղբոր համարում անունը որ օգտագործում ես քաղաքական դաշտ մտնելու եւ ինչ որ բան անելու համար, դավաճանելու այսինքն ում անունը որ օգտագործում ես, հաստատ այդպես չէր մտածում, նա չէր մտածում, որ թուրքը, այսինքն Վազգեն Սարգսյան չէր մտածում, որ թուրքը կարող է մեզ եղբայր կամ ընկեր կամ ընդհանրապես հարևան լինել։ Հիմա Ադրբեջանի պահանջները սահմանազատումն է, ինչը որ են Ալեն Սիմոնյանը Այս վերջերս միամտաբար, թե պատահաբար, թե մտածված բացահայտ ասեց, որ սկսվել են արդեն սահմանազատումները, ոսկեպարի խաչը այդպես էլ չդրեցին եկեղեցու վրա, իբր թե այնտեղ գնում են վերանորոգման գործեր, Ծիծեռնակաբերդի վերանորոգումը արդեն կես տարի է իբրև շարունակվում է, մինչև հիմա քանդած է Ծիծեռնակաբերդը ու ոչ մի առաջընթաց քայլ չկա, Ինչ եք անում դուք ես երկրի գլխին, ժողովուրդ ինչ խաղաղության մասին են խոսում սրանք, երբ իրենք տեղով թշնամի են այս պետությանը, այն ամենը ինչը որ հիմա կատարվում է Նիկոլստանում, անգամ մղձավանջի մեջ, ոչ մի հայկական դարաշրջանում, ոչ հայ պատմիչ, ոչ հայ թագավոր չէր կարող մտածել, հիմա էլ ամեն պատեհ ու անպատեհ բանից խոսքից հետո Քոչարյան, ինչ ես ուզում արա դու այդ մարդուց, ինչ ես ուզում վախերը տեն ակնհայտ, գիտես չէ որ բացահայտ քո հակապետական բոլոր քարոզչությունները միայն իր գալով կարող է ջրի երես դուրս գալ, հին վախ ունես հզորներից, իսկ ինչ վերաբերվում է որ պատերազմ է սկսվելու, նախկինները, չգիտեմ ով, այդ խաղերդ, այդ երգերդ արդեն վաղուց ձանձրալի է ամբողջ ժողովրդին, արդեն ոչ մեկ չի կարողանում դա լսել, հասկացեք վերջապես, մի պետություն, որը որ կրճատում է բանակը, ավելացնում է, ոստիկանապետություն է սարքում, ավելացնում է ոստիկանների քանակը, մի պետությունում երբ ազգային անվտանգությունը առնում է Ինչ անդրան երաժշտական գործիքներ համաշխարհային հայտնի բրենդներից 16 միլիոն դրամի Այդ պետությունը ընդհանրապես գոյություն չունի Չկա տենց պետություն որտեղ որ ներքին օրգաններ են դարձել բոլոր տեսակի դատաիրավաբանական համակարգերը ու դարձել են մի մարդու ներքին օրգանները Նիկոլ Փաշիևի Այդ պետությունը չի կարող ընդհանրապես ինչ որ առաջատար, վերջատար կամ ինչ որ դերում լինել համաշխարհային արենայում, վերջապես հասկացեք, որ Սյունիքը վաղուց արդեն, վաղուց դարձել է հզորների արենա, Նիկոլի թեթև ձեռքով այն վաճառվել է վաղուց, ու եթե անմիջապես Թուրքիային կամ Ադրբեջանին չի վաճառվել, դա դեռ չի նշանակում, որ նրանց վերահսկողության տակ չի դրվել ՆԱՏՕ-ի ամենահզոր, ամենաքանակով շատ զորքը դա Թուրքիայի զորքն է, 64 հազարանոց։ Նիկոլ, եթե սահմանազատումը այդքան իրական ու այդքան խաղաղություն բերող է, Նախիջևանի հարցը ուր է, ինչի սեղանին չի։ Բազմից արդեն ասել եմ, մի տեսակ ոնց որ ժողովուրդ, մոռացել ենք ընդհանրապես Նախիջևանի մասին։ Նախիջևանը դա հայկական մեր պետության մի մասն է։ Ինչպես նաև Արցախը, ու բոլոր նրանք, ովքեր որ դադարել են երազել Արցախ, Նախիջևան, Արարատ, Սասուն, Մուշ ունենալուց, բոլոր այդպիսի հայերը, այո նրանք ազգադավ են։ Իմ աչքերում նրանք ազգադավ են, որովհետև չես կարող դու հայ լինել ու չպահանջել Եղեռնի ճանաչում, չես կարող դու հայ լինել ու Արարատ չի երազել, Չես կարող դու հայ լինել ու Արցախ ու Նախիջևան չի երազել։ Ու եթե դու պատրաստ ես գնալու քո որդուն մորթողի հետ 2 կիլո պամիդորի համար էժան համագործակցության
կամ զինադադարի անգամ, ուրեմն դու ոչ միայն հայ կոչվելու, այլ դու մարդ կոչվելու իրավունք չունես, ով ուզում ես եղիր։ Հիմա ես մեր բանակի են ցամփորիկին եմ ուզում հարցնել, Պապիկյան, ես քեզ հիմնականում Կապիկյան եմ ասում, այսօր Պապիկյան կասեմ, Սուրո, այդ որ փողերդ կտրում են, ինչ, չորնի նալով է տալիս քեզ Նիկոլը փող։ Բանակիդ վիճակը տեսել ես, իշխանասարից 2 օր առաջ են իմ ընկերներից մեկը եկել, բարդակ վիճակ է քո բանակում, քո դիրքերում, այդ որ գնում եք խաչիկում սուտ պատարակ եք անում, որպեսի թուրքերը ենտեղից տեսնեն, որ դուք եք ազան կանչում, Նիկոլ, ես քո համար պահած ազանի քար ունեմ, հատուկ են տրաֆեյներից է, որ Աղդամից եմ բերել, ժամանակին, որ մտել ենք Աղդամ, ազատագրելու, Աղդամի մզկիթից ենք վերցրել, մի քանի հոգի ունենք դրանից, ես հատուկ քո համար էի պահում, ասում էի ամենահզոր դավաճաններից մեկին, չեմ ասի ում են ժամանակ ասում էի Վանո Սիրադեղյանին եմ տանելու, բայց դու Վանոին տվիր անցար, ասում էի երանելի չէ այն ուսուցիչը, եթե աշակերտը իրեն չի գերադասում, չի ոնց են ասում, չի անցնում, չի գերազանցում, Հիմա Նիկոլ դու արդեն Վանոյին վաղուց գերազանցել ես, քո կնքահայրերից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը, ապշահար է մնացել, ասում է լավ հասկացանք, սովորցրինք, բայց այսքան շատ չէ, բոլոր քեզ ծնող-սնողները, քո արարքներից, ուղղակի էլ խոսք չեն գտնում ասելու, Նիկոլ, ժողովուրդ, 2026 թվականը, պետք է լինի մեր զարթոնքի տարի, 2026 թվականը պետք է լինի նիկոլիզմին ոչ ասելու, ՔՊ-ին դատապարտելու, դատելու և կալանավորելու տարի, ես կրկնել եմ միշտ, ասում եմ էլի, քաղաքացիական պատերազմ չես հրահրելու, Նիկոլ, չենք թույլ տալու, այսքան դիմացել ենք, այսքան քո այդ էշությունները, քո այդ կապիկությունները հանդուրժել ենք, միայն մի բանի համար, որ հայ արյուն չթափի, որ քաղաքացիական պատերազմ չլինի, ու դու քաղաքացիական պատերազմ չես հրահրելու, որ ճողոպրես, չես ճողոպրելու, դու դատվել, բոլոր նրանց, ովքեր որ դեռ կարծում են, որ Նիկոլի անվան հետ է կապված խաղաղություն, այս ժամանակավոր զինադադարը ընկալում են որպես խաղաղություն և ասում են, որ եթե Նիկոլը գնաց, պատերազմ է լինելու, հիասթափեցնեմ ձեզ, եթե Նիկոլը մնաց, պատերազմ է լինելու, որտեղ փոխելու է, վերաձևելու է սահմանադրությունը թուրքերին հաճո ձևով, որը համաշխարհային արենայում այլևս ընկալելի չի լինելու, ունենալու ենք 2 ճանապարհ, կամ կրկնելու 1915 թվականի եղերնը, լուր մորթվելու, կրոնափոխվելու, կարող է մի առավոտ էլ զարթնի, ոնց էր ասում էր տրթատը առավոտ զարթնեց, ասեց քրիստոնյա ենք դառնելու, պետությունը դարձավ քրիստոնյա, Նիկոլի մահույս ունի, որ մի առավոտ զարթնելու ասի մահմեդական ենք դառնում, ու երկիրը դառնալու է մահմեդական, չի լինելու դա Նիկոլ, ու այդ էշություններով հերիք է լցնես սովորական գյուղացու, սովորական միջին կրթություն ու դաստիարակություն ունեցող մարդկանց ուղեղը, նրանք այլևս չեն ուտում քո կտերը, իսկ մեր օպոզիցիային կրկին խնդրանքս, եկեք լուսաբանենք մինչև հեռու խուլ գյուղերը, եկեք լուսաբանենք, եկեք աշխատենք, եկեք համախմբվենք, եկեք մի կողմ դնենք անձնական շահերը, պետություն ենք կորցնում, եկեք համախմբվենք, այո, թեկուզ շրջենք, շրջան, գյուղ, մտնենք բոլորի տները, բացատրենք, հասկացնենք, որ դանդաղ կոտորվում են, Մասսայից եկեք ազգ նորից վերաձևենք, ինչպես դա արեցինք 1988 թվականին, երբ մասսան վերածվում է ազգի, ազգը պարտություն չի ունենում։ Երբ մենք երեք տեսանք Սրբի Գալյան օրինակ հայտարարում, մեր սոված չեմ լինելու, $200,000 ստուն ինչ է, որ ես տավի 10 տարուց չունենամ, խնդրեմ ես ասում ինչ ունեք ասել։ Չէ ճիշտ է ասում, ինքը սոված չի լինելու, իրան դատարանում, բանում
Ոնց են ասում կալուն է կանանց գաղութում հաստատ ոնց է լինի լապ տալու են որ լափես գալ խոսել Եվ այսօր Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ ըստ էության նամասատ կճարանը իր ապաշխարել է, այսպես ասենք, խնդրեմ։ Ինչ է արել մսկիթում նամազ է արել, հա, ոնց է ապաշխարել։ Ոնց ես ապաշխարել, կճոյան ուզում եմ հասկանալ։ Ինչ ես արել, մի հատ էլ ես Բենտլի նվեր տվել Նիկոլին, թե մի հատ էլ Բենտլի ես ստացել։